Սյուզաննա Մելքոնյանը հայ սուպերստար 4-րդ նախագծից էր, ինչպես եղավ առաջարկը, ինչքանով սպասելի էր, մի անգամից համաձայնվել եք։ Նախ բարի լույս, շնորհակալություն հարցի համար, Զարա ջան, իրականում շատ հաճելի էր, ես նոր էի վերադարձել Հայաստան, երբ Հրաչը զանգահարեց, կլինեմ անկեղծ, երբ Սուպերստար 6-ի անոնսը դեռ տարվա սկզբին գնում էր, ես որ անտարբեր չեմ մեր հեռուստանախագծերի նկատմամբ։ Չէ, չէի կարող, տարիքս չի ներում։ Ես իրականում իմ մեջ բավականին մտածում եմ, այսքան դադարից հետո ովքեր կլինեն ժյուրի կազմում, որովհետև բավականին երկար ժամանակ է անցել Սուպերստարից, 12 թե 13 տարի, այո։ Եվ այս ամենը 12, առաջինից 19։ Այո։ Եվ երբ Հրաչը զանգահարեց, իրականում այնպես չի, որ շատ զարմացա, բայց շատ հաճելի էր։ Ինչու եմ ասում չզարմացա, որովհետև ես արդեն ժյուրի կազմում եղել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ տարբեր ոչ հեռուստանախագծերում, փառատոններում, այսինքն իմ առաջին փորձը չէ որպես ժյուրի, բայց իմ հարազատ հեռուստաընկերությունում, որտեղ ես իմ պրոֆեսիոնալ քայլերը սկսել եմ այստեղից, անշուշտ այստեղ արդեն պատասխանատվության աստիճանը մի քիչ այլ է, որովհետև ես այստեղից եմ սկսել եւ շարունակել իմ ճանապարհը ու դարձել համենայն դեպս այն, ինչ որ այսօր կամ եւ այդ վստահությունը պատահական չի եկել ստեղծագործական կազմի կողմից ու առաջին բանը, որ զգացի լարվածությունն էր, այդ առողջ լարվածությունը, որ մեկ այլ բան է, երբ դու մասնակից ես գալիս երգում գնում ես եւ քո աշխարհում այդ էմոցիոնալ դաշտը կա, բայց բոլորովին այլ բան է աշխատել ռեժիսորների, պրոդյուսերների մի ամբողջ մեծ թիմի հետ, որոնք կադրից դուրս են աշխատում ու իմ դեպքում դժվար է, որովհետեւ լսումների փուլում ես նկատեցի մի փաստ, որ շատ մասնակիցներ հենց նայում են ինձ այդ որոշիչ խոսքի ժամանակ, այո, ոչերի դեպքում ու բոլորի մոտ կա տպավորություն, որ եթե ես եղել եմ մասնակից, ես միշտ պարտավոր եմ ասելու այո, եւ Հրաչը շատ ճիշտ նշեց, որ այո, գտնվել են սուբյեկտներ, ովքեր նեղացել են, բայց այսօր կնեղանան ու վաղը կհայտնեն այդ շնորհակալությունը, որովհետեւ ես փորձել եմ հնարավորինս լինել անկեղծ եւ օգտակար լինել մասնակցին այս պարագայում։